Նկարի ես չամփեն կոմենակ։ Ալո։ Պատճառաբանն է, որ գյուղերի հասարակությունը վախեցած է, ոչ, ակնկալիք չունի, սպասելիք չունի ընտրություններից, 20 տարվա անկախ պետություն, գյուղը ինչ վիճակի է, լրիվ դատարկում են գյուղեր, Օղորմի Դեմիրճյանին, որ ասեց, երբ որ քաղաքի շեմքերը տեսնում եմ հատուկենտ են լույս վառվում, սիրտս հələ հույս կա, բայց որ գյուղացին է հողը թողնում ու գնում, երգիրն անտերանում, հիմա մեր գյուղերը այդ վիճակում են։ Ընտրությունից ընտրություն են իշխանությունները հիշում։ Այո, մեր դեպուտատներին խնդրեմ, 20 տարի է դեպուտատներ ենք ընտրում, ումից ինչ ենք տեսել, ոչինչ։ Մենակ ընտրություններին գալիս են դատարկ խոստումներ տալիս, ձայներ հավաքում գնում, ով որ փողով, ով որ շրջապատով, ու էլ չենք տեսնում իրոք։ Այս անգամ էլ հերթական 5000-10000-ի ակնկալիք ունեն։ Երբեք նման բանի չեմ գնացել ու հույս էլ չունենամ, որ ձայն փողով էլի առնեն։ Ընտրել եմ ում որ ուզեցել եմ, բայց ակնկալիք չկա դարձյալ։ Նույն բանը պետք է կրկնվի։ Երկրի լուրջ փոփոխություն պետք է։ Ժողովուրդը մեղք է։ Գյուղացին մենակ մնացել հող ասին տվին գյուղացուն, հողը չտվին գյուղացուն, հողը լցրին գյուղացու վրա։ Իշխանությունները գնացին ազատ իրանց համար, ոչ հողի հետ գործ ունեն, ոչ մի բանի հետ, գնա գյուղացի, կվարես, կցանես, կաբրես, կարաս, չես կարա քու գործնա, քու պրոբլեմա, այսօր մի պարարտանյութը 10,000 դրամ, ես ինչով առնեմ, ցանեմ, ուժ տամ հողին, որ բերք ստանամ, ապահովեմ իմ երեխեքին։ Այս ներքին օղակ, որ ուրուն ենթակային մարզպետները, գյուղապետները իրավունք չունին, ոչ էլ իրանց դեպուտատները, որ ընդրում են, բոլորը խապեբաններ են, շատը խբար Սերժ վերևդ ներքևում ինչը գենա դողակ, մեր կեղ ձախերը լրիվ է գյուղապետ քոսոտ հալում, էլ ինչ ես։ Աշխատել եմ գյուղում, ծխախոդի պլանտացիաներում, Ֆերմա լավ եմ անում, հարցուց, բոլոր տեղ աշխատել եմ, հետո էլ աշխատել եմ Թալինում, Հաշվաբա, Պետաբում, քաղաքապետարանում, այսօրվա օրով գյուղապետը ինձ դուրս է հրավիրում, ստեղ Սերժը շատ է խաբար, գյուղապետը պաշտոնի չարաշահում անում, վերցնում է իրան, իր երևանաբնակ եղբորն է տալիս, ինչի համար, իմ հարևան Սիլվային խփեց, իրեք հատ հոդված վերեն, ոչ մի պատիժ չի կրեն, օրից աշխատել է, ադիլ ասում ծզը։ Էլ ուրիշ բան չունիմ, Սիլվային խոստեք։ 2009 թվականի հոկտեմբերին է տեղի ունեցել, դատականից կայացվել 2010 թվականին, մեր գյուղապետը շատ գռեհիկ, տակետ, կարելի ասել, մարդկային, նա կարող է գնել մարդու ոտքերը աղաչել, իրան քրեական պատասխանատվությունից ազատել եւ նորից իր անձնագործությունը, խուլիգանությունը շարունակի։ Անկառավարելի անձնավորություն է։ Ղեկավար անձնավորությունը ոչ մի տվյալներից, ոչ մի փաստից տեղյակ չի։ Կառավարությունը վերև աշխատում է, գործում է, բայց տեղյակ չեն ներքին օղակներում ինչա կատարվում։ Իսկ եթե տեղյակ լինեն, իրանք կկանխեն այդ բոլոր գործելի, անուղղելի հանցագործների և խուլիգանների դեմ պայքարել։ Փորձում էր
վերջին աշճանից ձի ենթարկել ամեն քայլերի գնար, ինչա իր ուզած են հասնել։ Ուզած ինչ էր։ Իր ուզածն էր, որ մարդկանց վախեցնի ցա պատճառի, որ իրանից ինքը մարդը իրանից վախենա։ Իրաց միա գաղափար այդքան է։ Ուղղական պայմանները, գաղափարները այնքան կարճ են, որ մարդիկ հերու չեն նայում, հերու չեն մտածում, չգիտեմ, այսօր նայում են շատ դիտական, կարան այսօր մի քանի կոպեկ տան մարդկանց բերանները փակեն, մարդիկ չհասկանան, թե հետևում ինչ կա կանգնած։ Չեն հասկանում։ Իսկի ասեցի խնդրեց, աղաչեց, որ ինչ որ չկալանքվեր գործից ինքնին դուրս կգար դիմում պիտի տա, բայց այն ինչ խաբեբայության քայլերի գնաց, չարեց, մնաց նորից աշխատեց իր կեղտոտ գործեր անելու համար։ Նորից քայլեր անելու համար, կեղտոտ նենք քայլեր անելու համար։ Ինքը անմարդկային ծնունդ է, գենետիկայով ասում բարեկամական կապեր չկա մեջները, ինքը իր մոտ ոչ մարդկային հատկանիշներ չկա, մենակ սուտ խոստումներ, ստախոսություն պես զբաղված, կարա մարդկանց խափի ամեն ձևով իր ուզածին հասնել։ Այստեղ մեղավորը ներքին կառավարությունն է, որը նորմալ չի վարվում։ Այն մարզպետին դիմել եք Տիկին Սիլվա։ Շատ ենք դիմել, խի չենք դիմել։ Եվ մարզպետն իր երթին է իրան իր շահից ելնելով քողարկում։ Իր շահից բխած, ինչ որ շահեր կա իր հետ կապված, դրա համար իր հանցագործությունները քողարկում է։ Հողը, որը պատկանում այն եղբորը վաճառել է, ուրիշին գումար առեդրել գրբանը եւ ինքը դրա համար պայքարում է, որ ինչ իր ուզածին հասնի, թաքցնում է, բայց դա արդեն ինքնին վճիռը 12 իրավաբան մարմինը արդեն գործում է նորմալ, ինձ թվում է, որ պետք է որ մենք այդ հաղթարենք, այդ դժվարությունը շահենք։ Հիմա չգիտենք հələ վերջնական ինչ ալինելու, բայց ինքը մինչև վերջ ուզում է պայքարի աստվածախոսություն ծածկելու համար, քողարկելու համար։ Ոչ թե գյուղապետ էր, այլ ցեղապետ էր։ Ցեղապետ է։ Պարզ բանակ չամասնությունը միշտ պարտվող է։ Իրանք թե քերիների կողմն են շատ, թե իր ազգը, հայրական կողմը։ Դրա համար անցնում են։ Ճանապարհը լինի, մենք էլ հավաքենք մեր եղած երեխեքին ու դուրս կանք պրծնենք։